Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մթաֆյանն եմ, կարևորի մասին նախ համարոտ։ Ադրբեջանի քաղաքասարակության ներկայացուցիչները Հայաստանում են, ովքեր եւ ինչու են եկել։ Խուզարկություններ, առգրավված փաստաթղթեր ու տեխնիկա, ինչու են իրավապահները վաղ առավոտից Իզմիրյան բժշկական կենտրոնում։ 2025-ին հրազենի գործադրմամբ հանցագործությունների թիվն աճել է 24 դեպքով։ Ներքին գործերի նախարարն ամփոփում է 2025 թվականը։ Մենք հավուր պատժեցի կատարել ենք ներքին գործերի նախարարության առջև տրված խնդիրը։ Ազգային ժողովն ամփոփում է քառօրյա նստաշրջանը, խորհրդարանն ընդունել է կառավարության առաջարկած նախագծերը։ Իզմիրյան բժշկական կենտրոնում խուզարկությունն ավարտվել է։ Առգրավել են Արմեն Չարչյանիի եւ փոխտնօրենի համակարգիչները, նաեւ փող։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտարարել է, որ քրեական վարույթը նախաձեռնել են 2025 թվականի հոկտեմբերի 9-ին։ Գործում նշված է, թե Իզմիրյան բժշկական կենտրոնը թանկարժեք բժշկական գույք է ձեռք բերել ընկերությունից, որը պատկանում է բարձրաստիճան հոգևորականներին։ Տեղեկությունը տրամադրել է Ազգային անվտանգության ծառայությունը։ Բարձրաստիճան հոգևորականների մասին որոշակիացված տվյալներ այդտեղ առկա չեն, ինչ վերաբերվում է թվաբանական ցուցանիշին հրապարակելու հնարավորություն չունեն, պարզապես քանի որ խոսքը գնում է նախաքննական գաղտնիքի մասին, բայց ընդհանուր պատկերը հետևյալն է, որ ունեցել են իբրև հնարավորություն ուղղակի անմիջապես արտադրող եւ ներմուծող ընկերություններից ձեռք բերել համապատասխան բժշկական պարագաներ, չեն արել դա, ձեռք են բերել բժշկական պարագաներ մի այնպիսի ընկերություններից, որոնք իբրև փող կապակցված են բարձրաստիճան հոգևորականների հետ։ Հիշեցնեմ, որ իրավապահները վաղ առավոտից խուզարկել են պրոֆեսոր Արմեն Չարչյանի եւ փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի Իզմիրյան բժշկական կենտրոնի գլխավոր հաշվապահի եւ ֆինանսական բաժնի տնօրենի աշխատասենյակները։ Խուզարկությունն իրականացրել է քննչական կոմիտեն։ Կոմիտեն էլ հայտարարել էր, որ քննչական գործողությունները քրեական վարույթի նախաքննության շրջանակում են։ Իդեպ 3 Արմեն Չարչյանը գրառում էր արել եւ իր աջակցությունը հայտնել վեհապարին։ Այսօր պլանային վիրահատությունները, որոնք պետք է կատարեր պրոֆեսոր Չարչյանը, կկատարեն բժշկական կենտրոնի այլ մասնագետներ։ Իմ կարծիքով սա հակաեկեղեցական արշավի եւս մեկ դրսևորում էր։ Եվ մենք սրան սպասում էինք եւ ասեմ ավելին շատ են ուշացել։ Մենք ավելի շուտ էինք իրեն սպասում այստեղ։ Այսինքն ամեն դեպքում սպասելի էր։ Իհարկե։ Իսկ որևէ կապ ունի պարոն Չարչյանի աջակցող խոսքի հետ։ Գրառման եւ չենք կարող։ Կարող է եւ կապ։ Ներքին գործերի նախարարն էլ ամփոփել է 2025 թվականի գերատեսչության գործունեությունը։ Ըստ նախարարի ներկայացրած վիճակագրության, հրազենի գործադրմամբ հանցագործությունների թիվն աճել է 24 դեպքով, այդուամենայնիվ աճել են նաև դրանց բացահայտման դեպքերը։ Բացահայտված գործերի մասին խոսելիս նախարարը նաև պատասխանել է Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանության հանգամանքները պարզելու մասին հարցին։ Մենք հավուր պատժեցի կատարել ենք ներքին գործերի նախարարության առջև տրված խնդիրը եւ ապահովել ենք սպանության բացահայտում, իհարկե համագործակցելով մեր գործընկերների հետ։ 2025-ին ներքին գործերի նախարարությունն առգրավել է 768 կիլոգրամ թմրանյութ, ինչը 80%-ով ավելի է նախորդ տարվանից։ Ներքին գործերի նախարարի խոսքով 2025-ին ընդունել են թմրանյութերի ապօրինի շրջանառության վերաբերյալ որակապես նոր ռազմավարություն, որը թիրախ է դարձրել թե հանրային առողջապահությունը, թե հանրային անվտանգությունը։ Պիտի փաստեմ, որ պետական եկամուտների կոմիտեի մեր գործընկերների հետ համագործակցությամբ որոշակի փոփոխություններ ենք իրականացրել փոստային առաքանիների թեմայում եւ արդեն իսկ ավելի պարտադիր է դարձել ստացողի մասով նշումը եւ այս տեսանկյունից պիտի փաստեմ, որ 30.1%-ով այսպիսի ներմուծման դեպքեր կրճատվել են այս քաղաքականության որդեգրման արդյունքում։ Խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակում Հայաստանում մեկնարկել է երկկողմ կլոր սեղան քննարկում Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հիշեցնեմ, Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները այսօր առավոտյան են եկել Հայաստան ցամաքային սահմանազատված հատվածով։ Հայաստանում փետրվարի 13-ից 14-ը խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակում տեղի կունենա երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Բացի խաղաղության կամուրջ նախաձեռնության հիմնական մասնակիցներից, այս կլոր սեղանին կներգրավվեն երկու կողմերից նաեւ այլ մասնակիցներ։ Հայաստանի եւ Ադրբեջանի խմբերում տարբեր ոլորտի մարդիկ են ներգրավված՝ տնտեսություն, մշակույթ ու լրատվամիջոցներ։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության ոլորտում նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը մտնի գործնական փուլ։ Նրա խոսքով Հայաստանում ատոմակայանի համար փոքր ռեակտորների կառուցումը, որը հավանաբար կֆինանսավորվի վարկով, կվճարեն երկրի ապագա սերունդները։ Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի հավանական է, որ դա կլինի առողջարքի գործարք, որը կկազմի երկրի տնտեսական ՀՆԱ-ի 1/3-ից ավելին, եւ ամենայն հավանականությամբ վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հայտարարել է, ուզում են, որ Եվրամիության առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում։ Նրա խոսքով հետագա գործակցության ձևերը քննարկման փուլում են։ Տեղափոխվենք ազգային ժողով, որտեղ խորհրդարանականներն ամփոփում են քառօրյա նստաշրջանը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի։ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ հաստատել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի փոփոխությունների նախագիծը։ Նախագծին կողմ է քվեարկել 58, դեմ 24 եւ ձեռնպահ 3 падգամավոր։ Իսկ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը խորհրդարանը չի ընդունել։ Փոխարենն ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է նաեւ տեսալսողական մեդիայի մասին օրենքում նախատեսված փոփոխությունները, ըստ որի առաջարկում են, որ օրենքի կարգավորումները գործեն ոչ միայն հանրային մուլտիպլեքսի 26 հեռուստաալիքների համար, այլև կաբելային հեռուստաալիքների համար։ Արգելել օտարերկրյա հաղորդումներում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակություն տարածելը, հնարավորություն տալ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին սանկցիաներ կիրառել ցանցային օպերատորների նկատմամբ, եթե արձանագրվեն վերոնշյալ դրույթի առերևույթ խախտումներ։ 2026 թվականի հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը բացառապես էլեկտրոնային եղանակով կնքելու կարգավորումը հետաձգվում է։ Կառավարության նախաձեռնությամբ ազգային ժողովի արտահերթ նիստ են հրավիրել հարցը քննարկելու համար։ Պարզվել է, որ ոչ բոլոր քաղաքացիներն ունեն էլեկտրոնային ստորագրություն, իսկ առանց դրա պայմանագիր կնքել չեն կարող։ Օրենքի կիրառումը կհետաձգվի 1 տարով։ Ամերիկյան խոշոր ներդրումային բանկի առաջատար փաստաբան Սպիտակ տան նախկին խորհրդական Քեթրին Ռումլերը հունիսի վերջին կհեռանա ընկերությունից։ Նա այս որոշումը կայացրել է Ջեֆրի Էփշտեյնի փաստաթղթերի հրապարակումից հետո, որտեղ մանրամասն նկարագրվում է նրա եւ ամերիկացի ֆինանսիստի միջև էլեկտրոնային փոստով զրույցների մանրամասները։ Այլ լրատվական հոդվածներում մանրամասնորեն ներկայացված են էլեկտրոնային նամակներ եւ փաստաթղթեր, որոնցում ասվում է, որ Էփշտեյնը Ռումլերին նվիրել է շքեղ իրեր, Հերմես Պայուսակ, Ֆենդի դրամապանակ, սպած այցելություններ։ Նամակներից մեկում Ռումլերն Էփշտեյնին շնորհակալություն է հայտնել նվերների համար, նրան անվանելով Քերի Ջեֆրի։ Ուկրաինայի հարցի վերաբերյալ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը։ Կոնկրետ օրվա մասին լրացուցիչ կտեղեկացնեն։ Նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել փետրվարի սկզբին Աբու Դաբիում։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։
Միացյալ Նահանգները կարող է համաձայնության գալ Իրանի հետ առաջիկա 1 ամսվա ընթացքում, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգներն աշխարհի ամենամեծ Ջերալդ Ֆորդ ավիակիրը Կարիբյան ծովից տեղափոխել է Մերձավոր Արևելք։ Ով է Թուրքիայի նախագահի հնարավոր իրավահաջորդը, այս հարցը հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում։ Երկար տարիներ նախագահ Էրդողանի իրավահաջորդության թեման երկար ժամանակ տաբու է եղել Թուրքիայում, սակայն կարծես ի հայտ է գալիս նրա իրավահաջորդի հավանական թեկնածուն, գրում է Bloomberg-ը, նշելով, որ այդ թեկնածուն նախագահի կրտսեր որդին է, Բիլալ Էրդողանը, որին Թուրքիայի նախագահն ավելի հաճախ է իր հետ տանում արտասահմանյան ուղևորությունների։ Անցյալ տարի կանխվել է Սիրիայի նախագահի եւ նախարարների սպանության 5 փորձ, հայտնում է ՄԱԿ-ը Իսլամական պետություն խմբավորման վերաբերյալ զեկույցում։ Հաղորդագրության համաձայն Ահմեդ Ալ-Շարաան Սարայա Անսար Ալ-Սուննահ խմբավորման կողմից թիրախավորվել է 2 անգամ Հալեպի հյուսիսում եւ Դարայի հարավում։ Դրանք կանխվել են հարևան երկրից ստացված հետախուզական տվյալների շնորհիվ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն ասել է, թե որքան է կազմում իր աշխատավարձը, ազգային արժույթի իրանական ռիալի արժեզրկումից հետո իմ ամսական աշխատավարձը որպես նախագահ կազմում է մոտ $1000, ասել է նա։ Շվեյցարիայում ամռանը քվեարկության կդրվի օրինագիծ, ըստ որի երկրի բնակչությունը չպետք է գերազանցի 10 միլիոնը։ Օրինագիծն առաջարկել է ծայրահեղ աջակողմյան Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունը։ Նախաձեռնությունը կպարտավորեցնի իշխանություններին քայլեր ձեռնարկել, եթե երկրի մշտական բնակչությունը, որն այժմ կազմում է 9.1 միլիոն, գերազանցի 9.5 միլիոնը, մերժելով նորեկների մուտքը երկիր։ Աստղային տարբեր համակարգեր ուսումնասիրելիս մարդկությունը հնարավոր է հանդիպի այլ մոլորակայինների եւ միլիոնավոր տարիներ գոյատևած քաղաքակրթությունների, այսպիսի հայտարարություն է արել ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Ես իսկապես ուզում եմ լուսնի վրա տեսնել էլեկտրամագնիսական փոխանցիչ, որն արհեստական բանականությամբ աշխատող արբանյակներ կուղարկի խորտի եզեր։ Դրանք կթռչեն շատ արագ։ Ես չեմ կարող պատկերացնել ավելի էպիկական բան, քան էլեկտրամագնիսական փոխանցիչը լուսնի վրա կամ ինքնաբավ քաղաք լուսնի վրա, ապա կանցնենք լուսնից Մարս, կշրջենք մեր արեգակնային համակարգով եւ ի վերջո կհայտնվենք աստղերի մեջ։ Գուցե հանդիպենք այլ մոլորակայինների, գրել է Մասկը։ Հաջորդ կանգառը Անդրաշխար, Շանհայում ճանապարհի երթևեկելի հատվածում հսկայական փոս է գոյացել։ Լրատվամիջոցները հաղորդում են, որ դա կարող է պայմանավորված լինել մոտակայքում ընթացող մետրոյի կառուցման աշխատանքներով։ Եվ վերջում, երբ անտառի բնակիչներն արվեստ են ստեղծում։ Ռուսաստանի Ամուրի մարզում արջի քոթոտները պատճենել են առավոտը Սոճիների անտառում հայտնի կտավը։ Իվան Շիշկինի եւ Կոստանտին Սավիցկիի հեղինակած կտավը մարդկանց առավել հայտնի է Ծուրթաթ արջը անունով, պատկերված համանուն կոնֆետի վրա։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Եվ վերջում Պորտուգալիայի խորհրդարանը հաստատել է 16 տարեկանից փոքր անձանց համար սոցցանցեր մուտքը սահմանափակելու մասին օրինագիծը։ Ըստ օրինագծի սոցցանցեր եւ այլ հարթակներ մտնելու համար կպահանջվի ծնողների կամ օրինական խնամակալների համաձայնությունը։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի գլխավոր թողարկումը ժամը 18-ին է։